Բարև ձեզ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հետևում են մեզ Armenpress լրատվական գործակալության մամուլի կենտրոնում այսօր հյուրընկալել ենք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանին, նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանին եւ պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արմեն Հովհաննիսյանին։ Բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալություն, որ այստեղ եք։ Վաղը հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրն է եւ օրվան ընթառաջ այսօր մենք խոսելու ենք ոլորտում իրականացվող ծրագրերից, կանդրադառնանք սպասվող նորություններին ու կանդրադառնանք նաեւ խնդիրներին։ Խնդրեմ հարգելի բանախոսներ, վաղվա հետ կապված եթե ունեք նորություններ, ծրագրեր, միջոցառումներ, ինչ է սպասվում, խնդրեմ ներկայացնեք եւ օրվա խորհուրդն այն է, որ մեկ անգամ եւս անդրադառնանք ոլորտի խնդիրներին, մեր ուղերձը հղենք մեր հանրությանը, խնդրեմ։ Շատ լավ, շնորհակալություն։ Նախ ուզում եմ օգտվելով շնորհավորել բոլորիս հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է ամբողջ աշխարհում վաղը, ապրիլի 18-ին։ Ավանդույթը սկիզբ է առել 1983 թվականից։ Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդ օրը հռչակել է որպես հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր։ Օրվա հետ կապված մեկ անգամ եւս մեր հասարակության ուշադրությունը հրավիրելու հուշարձանների պահպանության խնդիրներին յուրաքանչյուր տարի նախարարության կողմից կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, հատկապես շեշտադրելով պատանիների, դպրոցականների ներգրավվածությունը, դպրոցների հետ մարզերում կազմակերպվում են մաքրման աշխատանքներ հուշարձանների, քայլարշավներ, կրթական բնույթի տարբեր ծրագրեր, 50-ից ավելի միջոցառումներ կան նախատեսված, արդեն մոտ 2 շաբաթ է կայքում տեղադրված է նախարարության, թե ինչ պլանավորված աշխատանքներ եւ նախաձեռնություններ կան։ Գործընկերներս երևի յուրաքանչյուր իրենց մասով ներկայացնեն։ Խնդրեմ ներկայացրեք ինչ եք շեշտադրելու վաղվա միջոցառումներում։ Շնորհակալություն։ Նախ ես նույնպես օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել գործընկերներիս, ոլորտի մասնագետներին, մեզ բոլորիս եւ հատկապես մեր հուշարձանապահ գործընկերներին, ովքեր ամեն օր ջանք ու եռանդ չխնայելով իրենց ներդրումն ավելի շատ են ունենում պահպանելու եւ վերահսկելու մեր հուշարձանները։ Միջոցառումները, ինչպես նշեց պարոն Վանյանը, 50-ից ավել միջոցառումներ ունենք նախատեսված, բայց այսպես ասած կենտրոնացված հիմնական միջոցառումը լինելու է վաղը Գլաձոր պատմամշակութային արգելոց-թանգարանում նվիրված Չեսար Օրբելյանների կարևորությունը դեռ գիտաժողով է լինելու։ Եվ ունեք հավելելու բաներ։ Լավ, շարունակեք։ Խնդրեմ։ Միանում եմ գործընկերներից ուրեմն շնորհավորական խոսքերին եւ բնական է, որ այս միջոցառումների շարքին միացել է նաեւ պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։ Միջոցառումները մեզ մոտ մեկնարկել են այսօր Երևան քաղաքի պատմության թանգարանում այս պահին ընթանում է կլոր սեղան քննարկում հուշարձանների խնդիրներին առնչվող եւ զուգահեռաբար բացվում է կարճաժամկետ մեկ շաբաթյա ուրեմն ցուցադրություն, որտեղ ներկայացվելու են վերջին 1-2 տարիների ընթացքում Երևան քաղաքում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները եւ հատկանշական իրերը։ Վաղը Լոռի Փամբակի երկրագիտական թանգարանում կունենանք Լոռի Բերդին նվիրված հատկանշական եւ շատ կարեւոր մի ցուցադրություն, որտեղ դարձյալ ժամանակավոր ցուցադրության միջոցով քաղաքի բնակիչներին, հյուրերին, թանգարանի այցելուներին հնարավորություն կտրվի ծանոթանալու միջնադարի մեր այս հայտնի Բերդաքաղաք ամրոցի մշակութային կարևոր, այսպես ասենք, գտածոներին, որոնք փաստագրվել են վերջին պեղումների արդյունքում։ Բնական է, որ այս օրերին տարբեր միջոցառումներ են իրականացվում, այդ թվում նաև ինչպես պարոն Վանյանը նշեց, հանրակրթական դպրոցների եւ այլ ուրեմն պատանեկան կառույցների ներգրավմամբ, ես կուզենայի նաև նշել դրանցից եւս մեկը, այս օրերին մենք համագործակցաբար ուրեմն հանրակրթական դպրոցների հետ իրականացրել ենք մի քանի կարևոր, այդպես ասենք, դասընթաց ծրագիր, որոնց արդյունքում նաև այսպես աշակերտներն են ներգրավել եւ թեմատիկ ուրեմն նյութեր պատրաստել օրվան ընթառաջ։
Բնական է, որ այս շարքը շատ երկար է եւ եթե մենք թվենք, մեր ժամանակը չի բավարարի մյուս հարցերին անդրադառնալու համար։ Շատ լավ, շնորհակալ եմ, պիտի խնդրեմ խոսենք թե ոլորտում այս տարվա առաջնահերթությունները որոնք են, ինչ խնդիրներ կան, որոնք ձեր ուշադրության կենտրոնում են լինելու այս տարի եւ ինչպիսի ֆինանսական աջակցության դինամիկա ունենք համեմատած նախորդ տարիների։ Շատ լավ, հավելեմ, որ ապրիլի 18-ի հետ կապված միջոցառումները կամփոփվեն վաղ ապրիլի 19-ին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի ուղեկցությամբ քայլարշավով դեպի Լոռու մարզի Դսեղ գյուղ, այսինքն քայլարշավը կմեկնարկի Դսեղից դեպի Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր եկեղեցի, նաեւ նախատեսված է այցելություն Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, նախարարությունը նախապես տեղադրել էր հայտարարությունը, նախատեսվածից բազմակի ավելի արդեն հետաքրքրվողներ եւ գրանցվողներ կային, ցավոք ոչ բոլորի հետ կստացվի այս անգամ քայլարշավը կազմակերպել, մնացածը կընդգրկվեն մեր առաջիկա նմանատիպ միջոցառումների մեջ։ Վերադառնալով նախարարության առաջնահերթություններին, դրանք առաջին հերթին բխում են նախարարության մշակույթի ոլորտի զարգացման ռազմավարությունից, որտեղ մի քանի առաջնահերթություններ են սահմանված հատկապես պատմության եւ մշակույթի հուշարձանների վերականգնման ոլորտի, հնագիտության ոլորտի հետ կապված։ Դրանցից են օրինակ վերականգնման ծրագրերի ավելացումները եւ այդ ծրագրերի մեջ պետական կարևորության եւ պետական իշխանության սիմվոլներ հանդիսացող հուշարձանների վերականգնմանը ուշադրությունը ավելացնելը։ Այս համատեքստում մի քանի նախորդ տարիներին արդեն պատրաստված նախագծեր այս տարի դրված են վերականգնման, մի մասը սկսվել են վերականգնման աշխատանքները, մյուսները մրցույթների հայտարարման փուլերում են։ Ընդհանուր առմամբ կարող եմ նշել, որ 20 հուշարձանի վերականգնման աշխատանքներ կան, նախորդ տարի իրականացվել են 15, որոնցից 3-ը ավարտվել են, 12-ը շարունակական են։ Նաև հատուկ ուշադրություն ենք դարձնում որմնանկարների վերականգնման աշխատանքներին։ Նախորդ տարի ավարտեցին Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարները, այս տարի արդեն հայտարարված է Շատիվանքի որմնանկարի վերականգնումը եւ սա նույնպես կարեւոր ուղղություն է։ Նաեւ ազգային փոքրամասնությունների հուշարձաններին անդրադարձող ծրագրերը մեր ծրագրի անբաժանելի մասն են։ Նախորդ տարի շարունակեցինք Լոռու մարզի ամրակիցի Սուրբ Նիկոլայի հրաշագործ եկեղեցու վերականգնումը, այս տարի նախատեսում ենք այն ավարտել եւ միանգամից կսկսվի Սյունիքի մարզի Կավարտի հունական եկեղեցու վերականգնման նախագիծը։ Ընդհանուր առմամբ 10-ից ավելի նախագծեր է նախատեսված այս տարի կազմել, որոնց մեծ մասը արդեն պատվիրված են եւ ճարտարապետները աշխատում են այս ուղղությամբ։ Սա վերականգնման մասով, պահպանության մասով կարող եմ ասել, որ մի շարք իրավական ակտերում փոփոխություններ, օրենքի նախագծերի փոփոխություններ են իրականացվել նախորդ տարի եւ այս աշխատանքը շարունակական է։ Օրենքներից բխող իրավական ակտեր կան, որոնք շարունակաբար մշակվում են, օրինակ նախագծային արժեքների կողմնորոշիչ գները, հնագիտական պեղումների կողմնորոշիչ գները, որոնք այս տարի կհաստատվեն։ Նախորդ տարի ընդհանուր առմամբ 11 իրավական ակտ է մշակվել մեր ոլորտի հետ կապված եւ հաստատվել։ Նաև շուտով կառավարություն կներկայացվի նորահայտ հուշարձանները պետական հիմնական ցուցակներում ընդգրկելու մասին կառավարության որոշումը, որով 700-ից ավելի հուշարձաններ, որոնք նորահայտի կարգավիճակ են ունեցել սկսած 2007 թվականից, կավելանան մեր մոտ 25000 հուշարձաններին, որը նույնպես կարևոր քայլ ենք համարում եւ բավական աշխատանք է տարվել նախագծի վրա։ Իսկ ֆինանսական աջակցության մասին ինչ կասեք։ Ֆինանսական աջակցությունը վերջին տարիներին դրանք հաստատուն կերպով աճում են, նախորդ տարվա համեմատ կարող եմ նշել, որ 1 միլիարդ 770-ից ավելի միլիոն դրամ է այս տարի հատկացված հուշարձանների վերականգնման տողով, որը կծախսվի, ինչպես արդեն նշեցի, 20 հուշարձանների վերականգնման համար եւ 10-ից ավելի նախագծերի իրականացման, այդ թվում նաեւ 3 խոշոր պեղումներ, որոնք նաեւ մեր գործընկեր կազմակերպություններն են իրականացնելու։ Նախորդ տարի հուշարձաններին հատկացված, այսինքն հուշարձանների վերականգնման ոլորտի վրա ծախսվել է մոտ 800 միլիոն դրամ։
Այս տարի փաստորեն մոտ 30 ուղղություններով անելիք ունենք, հա, եւ վերականգնման եւ նախագծային։ Այո։ Շատ լավ։ Խնդրեմ ներկայացնեք, թե ձեր ոլորտում իրավական ինչ գործընթացների եք ականատես լինում, մասնավորապես իրավախախտումների մասով, խախտումների տեսակները ինչպիսին են եւ ինչ խնդիրների եք բախվում։ Շատ լավ, 2024 թվականին ունեցել ենք 93 իրավախախտման դեպքեր, 10-ի վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ, ունենք նաև գանձախոսություններ, ապօրինի շինարարություններ, 25 թվականի ամփոփելով առաջի եռամսյակը ունեցել ենք 21 իրավախախտման դեպք, 8-ի վերաբերյալ կա արդեն իսկ հարուցված քրեական գործ, եւ եթե համեմատենք 23 թվականին ունեցել ենք 88 իրավախախտման դեպքեր։ Իսկ այդ ցուցանիշները ինչի մասին են խոսում, ձեր դիտարկմամբ ավելանում են գնալով կանխարգելիչ միջոցառումներ իրենց դերը ունեն ամեն դեպքում։ Բնականաբար կանխարգելիչ միջոցառումներն ունեն իրենց դերը եւ դրան ուղղված մեր միջոցառումները, որոնք որ իրականացվում են հուշարձանների եւ տեսարժան վայրերի օրվան ընթառաջ, մենք չենք սահմանափակվում միայն այդ օրվան ընթառաջ միջոցառումներով, տարեկան նմանատիպ միջոցառումների մենք ունենք 200-ից ավել քանակ։ Այսինքն եւ տարբեր դպրոցներում բաց դասերի իրականացմամբ, հուշարձանների հուշարձաններում հենց կոնկրետ բաց դասերի իրականացմամբ ունենք նաեւ համայնքային հուշարձանապահպանություն, այսպես հենց անվանն համայնքապահպանություն եւ կլոր սեղան, որոնք իրականացվում են տարբեր համայնքներում եւ մենք փորձում ենք դրանով իսկ ել ավել բարձրացնել հուշարձանների պահպանությունը, որովհետեւ մենք եւ մեր հանրությունը, այսպես ասած, գիտակցենք, որ այդ աշխատանքը դրված չի միայն ոլորտի մասնագետների, ոլորտի պատասխանատուների վրա, բոլորս ենք պարտավոր պահպանել մեր հուշարձանները։ Իսկ դինամիկայի մասով չունենք նման դինամիկա, որ 22 թվականին ավել է եղել, 23 թվականին պակաս, կան ինչ-որ տարբեր տարիներին, երբ որ նայում ենք գանձագողության կամ իրավախախտման, այսպես ասած, թվերը տարբեր են լինում, բայց դինամիկա չկա, որ դրան աճ է գրանցվել կամ նվազել է։ Շատ լավ, ինձ հետաքրքիր է ձեր ռեսուրսները որքանով են բավարարում, ժամանակին խոսում էր տեխնիկական հագեցվածության մասին, դրոնների, նոր մեքենաների մասին, նույնիսկ խոսում էր, որ ծառայողները համապատասխան արտահայտուց չունեին, իսկ հիմա ինչ պատկեր է։ Շատ լավ, ինչը որ հիմա դուք նշում եք ընթացքի մեջ են, մոտ նախատեսում ենք այս տարի գոնե մեկ մարզում ունենանք այդ ամբողջական ինչը նշեցիք, եւ արտահայտուցները, եւ դրոնները, եւ մեքենաները, ընթացքի մեջ են 2025 թվականի մինչև տարեվերջ գոնե մեկ մարզ պիլոտային փորձարկելու ենք այդ ծրագրով, ռեսուրսները որքան էլ որ բավարար են կամ բավարար չեն, բայց միևնույն է պետք է մեր հանրության ակտիվ ներգրավվածություն հուշարձանների պահպանության գործում, որովհետև ավելի քան 25000 հուշարձան պահպանել 400 կամ 300 աշխատակիցներով դա ուղղակի անհնար է, պետք է մեր հանրությունը գիտակցի։ Պարոն Հարությունյան, բացի այն, որ մարդկային գործոններ լինում, նաև բնակլիմայական պայմաններն են ազդում հուշարձանների պահպանության վրա, կխնդրեմ այդ մասով նշեք մեր մասնագիտական մոտեցումն ինչպիսին է եւ միջազգային համագործակցության շրջանակում ինչ նոր հնարավորություններ են բացվում։ Շատ բարի, ես պարզապես լրացնելով գործընկերներից կուզեի ասել, որ իսկապես որքան էլ ջանքերը ներդրվում են, որքան էլ անմնացորդ նվիրում կա մասնագետների, ոլորտի աշխատողների կողմից, այնուամենայնիվ լինում են նաև իրավախախտումներ, ինչի մասին գործընկերս նշեց, ես կուզենայի հատկապես ընդգծել այն փաստը, որ այդ իրավախախտումները ոչ թե արձանագրվում են պարզապես թղթերի վրա, այլ մենք հետամուտ ենք լինում եւ մինչեւ վերջ փորձում ենք ուրեմն ուսումնասիրել եւ գործը հասցնել ընդհանուր դատական ուրեմն կարգով այդ հարցերի լուծմանը։ Մասնավորապես միայն 2024 թվականին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը նախարարության հետ համագործակցաբար 5 դատական նիստով 13 ուրեմն նիստերի 5 դատական գործով 13 նիստերի է միայն մասնակցել իշահ հուշարձանների, ի պաշտպանություն հուշարձանների շահերի եւ այլն, այսինքն մենք ակտիվորեն նաեւ ներգրաված ենք այնպիսի աշխատանքներում, որոնք կարծես թե տեսանելի չեն, բայց ուզում եմ ասել, որ բավականին ծանրաբեռնված են մեր մասնագետները, իրավաբանական ուրեմն հատվածը եւ փորձում ենք ինչպես նախկինում, այնպես էլ այսօր թույլ տրված հնարավոր ապօրինությունները, այսպես ասենք, ուրեմն
լուծել հոգուտ հուշարձանների կամ թույլ չտալ, որպեսզի շարունակական բնույթ կրի այս երևույթը։ Ինչ վերաբերում է ուրեմն միջազգային համագործակցությանը, ապա պիտի ասել, որ 2024 թվականն այս տեսանկյունից բավականին արդյունավետ է եղել, իրականացվել են մեծաթիվ ծրագրեր, այդ թվում միջազգային տարբեր կառույցների հետ, դրանցից ամենաակտիվը, որի հետ մենք արդեն վերջին մի քանի տարիներին աշխատում ենք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն է, ընդ որում ՅՈՒՆԵՍԿՕ-ի երկու կոնվենցիաները, որոնք անմիջաբար առնչվում են մշակութային ժառանգությանը։ Դա 1972 թվականի համաշխարհային ժառանգության կոնվենցիան է եւ 1954 թվականի զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության, այսպես ասենք, կոնվենցիան։ Այս կոնվենցիայի ներկայացուցիչների հետ մեր կապերը մշտական են։ Մենք այս պահին աշխատում ենք մի կողմից համաշխարհային ժառանգության ցանկում ներառված մեր հուշարձանների կառավարման պլանների մշակմամբ, ստուգմամբ, ICOMOS միջազգային կառույցի հետ քննարկումներով, իսկ մյուս կողմից 1954 թվականի կոնվենցիայի գործընկերների հետ մենք փորձում ենք մշակել մեխանիզմներ նոր հուշարձան, ինչպես արդեն ավելի վաղ հայտարարվել է, Տաթևի վանական համալիրը, Տաթևի մեծ անապատը եւ Որոտանի կիրճը ընդգրկելու այս ցուցակում, որը համեմատաբար ուժեղացված, այսպես ասենք, պաշտպանություն է ենթադրում։ Բնական է, որ բոլոր դեպքերում եւ 72 թվականի կոնվենցիայի եւ 54 թվականի կոնվենցիայի դեպքում պարտադիր են բոլոր տեսակի ազդեցությունների գնահատումները։ Դա կլինի բնակլիմայական ազդեցությունը հուշարձանների վրա, կլինի մարդկային գործոնը, այդ թվում կուզենայի ասել ոչ միայն այսպես միտումնավոր վնասումներ, այլ նաև պարզապես զբոսաշրջային հոսքերի հետևանքով վնասումները, որոնք նույնպես պետք է պատշաճ ձևով գնահատվեն, արժևորվեն եւ ըստ հնարավորի մեխանիզմներ մշակվեն։ Այս ուղղությամբ մենք աշխատում ենք, արդեն իսկ ուրեմն ունենք բավականին հետաքրքիր արդյունքներ, որոնք առաջիկայում առիթ կունենանք ներկայացնելու առանձին աշխատաժողովի միջոցով։ Միջազգային աշխատաժողով ենք պլանավորում այս տարվա ուրեմն հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում։ Շատ շնորհակալ եմ, պարոն Վանյան, նորահայտ հուշարձանների մասին խոսեցիք, որ կանոնակարգվելու է ոլորտը, թե ինչպես ընդգրկվեն պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում։ Փաստորեն միտումն այնպիսին է, որ առաջանցիկ տեմպերով ավելանալու են հուշարձանների ցանկը պետական պահպանության ներքո գտնվող, ձեր դիտարկմամբ ռեսուրսների ավելացման, չգիտեմ, թե վերահսկողական գործառույթների տեսանկյունից անհրաժեշտություն տեսնում եք, թե ոչ, թե վերականգնման տեսանկյունից մասնագետների ավելացման կարիք տեսնում եք, թե ոչ, կամ միգուցե նաև անհրաժեշտություն կա, չգիտեմ, օրենսդրական խստացումներ լինեն, որպեսզի ավելի այդ կանխարգելիչ միջոցառումներն ավելի արդյունավետ լինեն։ Շնորհակալություն։ Նորահայտ հուշարձանների հետ կապված, այո, շարունակաբար պետական ցուցակներում հուշարձանների թվերը ավելանալու են, մեր ուսումնասիրություններով եւ դիտարկումներով բավականին օբյեկտներ պատմամշակութային դեռևս կամ հայտնաբերված չեն, կամ ուսումնասիրության ընթացքում են, կամ արժևորված չեն, դրանք հիմնականում ճարտարապետական ժառանգության մասին է խոսքը։ Նախորդ տարի 2024 թվականին 50 պատմամշակութային օբյեկտ, մեծամասամբ հնագիտական բնույթի, բայց նաև ճարտարապետական, մոնումենտալ արվեստի նորեն հայտնաբերվել կամ նորեն արժևորվել եւ ընդգրկվել են այս ցուցակներում։ Ոլորտի կանոնակարգումը դեռևս մի քանի տարի առաջ էինք սկսել, սահմանելով նախ 30 տարվա վաղեմություն նորահայտ հուշարձանների չափորոշիչների համար եւ 10 չափորոշիչներ հաստատելով, որոնցից գոնե մեկին համապատասխանության պարագայում նախարարության համապատասխան փորձագիտական հանձնաժողովը քննարկում է օբյեկտին պատմամշակութային նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։ Այսինքն այստեղ ամբողջությամբ կարելի ասել, որ կանոնակարգված է ոլորտը եւ մեր գիտարշավների, մեր մասնագետների, հնագետների եւ պարզապես պատահաբար հայտնաբերված հուշարձանների դեպքում այս մեխանիզմը կա։ Կապված ռեսուրսների ավելացման հետ, քանի որ թվերը անընդհատ ավելանում են, բնական է, որ նոր ռեսուրսների ներգրավումը միայն կնպաստի հուշարձանների պահպանության մեխանիզմների ճիշտ իրագործմանը։ Այս առումով կարող եմ նշել, որ մեր վարչությունում, հուշարձանների պահպանության վարչությունում նախորդ տարի ստեղծվել է նաև հուշարձանների կադաստրային բաժին, որը կզբաղվի
համապատասխան խնդիրներով, դրանք ուրեմն իրավական ակտերով որոշակիորեն սահմանված էին, բայց որևէ կառուցվածքային ստորաբաժանում չկար, որ հուշարձանների կադաստրի հետ կապված գործառույթներ աներ։ Հիմա նաև այսպիսի համալրում ունենք, նոր փորձագետներ էլ ընդգրկվում են, այսինքն նաև այս խնդիրը փորձում է նախարարությունը adekvat արձագանքել եւ ռեսուրսները ավելացնել։ Ժամանակին խոսում էր վերականգնող ճարտարապետների դպրոցների կայացման մասին։ Այդ մասով կարող եմ ասել, որ ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանում արդեն գործում է մագիստրոսական ծրագիր վերականգնող ճարտարապետների եւ երիտասարդ ճարտարապետներին մեր վերականգնման նախագծերում մեր երկու գործընկեր կազմակերպությունների, որոնք նաեւ նախագծման աշխատանքներ են իրականացնում իրենց վերականգնող ճարտարապետներով, ուրեմն մեր պայմանավորվածությամբ երիտասարդ ճարտարապետներ գոնե մեկական ընդգրկում են յուրաքանչյուր վերականգնման նախագծում փորձի փոխանակման նոր մասնագետներ պատրաստելու համար։ Դուք այդ մասով ավելի բաներ մասնագետներ։ Իսկապես հատկապես վերականգնման ոլորտում հուշարձանների վերականգնման մասին այսպես խոսքը ճարտարապետների երիտասարդ սերնդի մուտքը խիստ պահանջված է եւ փորձում ենք ամեն ձևով նպաստել դրան։ Մեր կազմակերպությունում մենք վերջին 2-3 տարիների ընթացքում առնվազն 3-ից 4 նման ուրեմն օրինակ ունենք, երբ ներգրավել են երիտասարդները վերականգնման նախագծերի ընթացքում ձեռք են բերել փորձ, հմտություն, գիտելիք եւ այսօր արդեն այս տարվանից նրանք հնարավորություն կունենան նաեւ արդեն դաշտային աշխատանքների միջոցով ինքնուրույնաբար ուրեմն հանդես գալու հուշարձանների վավերագրման, փաստագրման, պեղումների ընթացքին հետևելու, աշխատելու, որպեսզի համալիր գիտելիքները հետագայում թույլ տան հուշարձաններին ավելի ճիշտ մոտենալու եւ վերականգնման նախագծերի ընթացքում հաշվի առնելու դրանց բոլոր առանձնահատկությունները։ Դա մի շրջափուլ է, մի ամբողջություն է, որը պետք է ապահովի տարիների ընթացքում մասնագիտական հսկողության ներքո, ինչը եւ մենք այս տարիներին փորձում ենք իրականացնել։ Շատ լավ։ Իրավախախտումներից եւ խոսում ենք օրինակներ ներկայացվեցին, հա, շինաշխատանքներ, հողաթարթեցման աշխատանքներ, գանձագողություն։ Ինձ հետաքրքիր է ավելի շատ այսպես չիրազեկված են մարդիկ, տեղեկացված չեն, որ այդ հատվածում չի կարելի կատարում են այդ գործողությունները, թե ամեն դեպքում իմանալով հանդերձ դիտավորություն տեսնում եք, այսպես ինչպիսի վիճակագրություն ունեք։ Նայեք, ունենք դեպքեր, երբ որ հենց չիրազեկված լինելու արդյունքում է լինում, եւ ես նշեցի իրազեկման մասով մեր կազմակերպված միջոցառումները, բայց կան դեպքեր, երբ որ հենց դիտավորությամբ են վնասվում հուշարձանները։ Պարոն Վանյան, իսկ համայնքին ներգրավելու առումով ինչ անելիքներ ունենք։ Միշտ ամեն առիթով դա ասում ենք, որն է նշաձողը կամ այն սահմանը, որ բավարար է, իրոք համայնքը ներգրաված է։ Ինչ աշխատանքներում պիտի ներգրաված լինեն։ Օրենքով համայնքը ունի պարտավորություն նաև մասնակցել հուշարձանների պահպանության աշխատանքներին, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության եւ օգտագործման մասին օրենքում հստակ սահմանված են նաև համայնքի լիազորությունները եւ պարտականությունները։ Իրավախախտումների մի հատվածն էլ գալիս է քաղաքացիների որոշակի գործող ընթացակարգեր շրջանցելու փորձերից, շատ դեպքերում, երբ սահմանված կարգով չեն դիմում համայնքապետարան որևէ թույլտվություն ստանալու համար, ենթադրենք շինարարական, հենց այդ օղակը պիտի համայնքապետարանը պիտի իրենց տեղեկացներ, որ տվյալ տարածքում ենթադրենք սահմանափակումներ կան հուշարձանների հետ կապված, հիմնական խնդիրներն առաջանում են ինքնակամ իրականացվող աշխատանքների դեպքում։ Համայնքային ներգրավվածության մասով պարոն Հովհաննիսյանը նշեց հուշարձանների համայնքային հուշարձանապահպանություն ծրագիրը, որը մի քանի մարզերում արդեն հաջողությամբ իրականացրել ենք, Վայոց ձորում, Խոշորացված անի համայնքում, առաջիկայում այլ համայնքներում նույնպես կան նախատեսված ծրագրեր, որտեղ արդեն համայնքային գործընկերների համար, համայնքային աշխատողների, վարչական ղեկավարների, մարզպետարանի գործընկերների հետ կապված համար նաև պարզաբանում ենք իրավական կարգավորումները, իրազեկում ենք գործող ընթացակարգերի մասին, որպեսզի նաև համայնքներն իրենք իմանան իրենց պարտականությունները, իրենց գործառույթները եւ բնականաբար նաև իրենք պիտի շատ լավ տիրապետեն իրենց համայնքում արկա հուշարձանների մասին տեղեկատվությանը, որպեսզի կարողանան պատշաճ պահպանություն իրականացնել։ Իսկ պատասխանատվության միջոցները խստացնելու անհրաժեշտություն տեսնում եք։ Պատասխանատվության միջոցները իհարկե
անհրաժեշտությունը տեսել ենք եւ արդեն նաեւ նման նախաձեռնություն իրականացվել է, դրանք տուգանքների բարձրացման գործիքակազմն է վարչական իրավախախտումների օրենսգրքով, որը մոտ 2 տարի առաջ վերանայվեց եւ խստացվեց։ Մյուսը պահպանական պարտավորագրերի օրինակելի ձևն ենք հաստատել նաեւ նախորդ տարի, ավելի քան 300 պահպանական պարտավորագիր արդեն ունենք ստացած մասնավոր հուշարձանների սեփականատերերից եւ այս գործընթացը շարունակական է բոլոր մարզերից եւ Երևան քաղաքից հիմա գործընթացը շարունակվում է պահպանական պարտավորագրեր են ստացվում ստորագրությամբ եւ այն մասին է պահպանական պարտավորագիրը որ հուշարձանի սեփականատերը իրազեկված է որ ինքը տիրապետում է հուշարձան, շենքի կամ հուշարձանային տարածքի որևէ հատվածի եւ ինքը պարտավորվում է պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները, որևէ ինքնակամ քայլեր չձեռնարկել եւ սա նույնպես հենց թիրախային հուշարձանների սեփականատերերի իրազեկմանը միտված քաղաքականություն է։ Շատ լավ, խնդրեմ ներկայացնեք պատմամշակութային հուշարձաններ այցելությունների ցուցանիշը, եթե կարելի է, ինչպիսի դինամիկա ունենք եւ ինչ է արվում, որ մշտապես նույն պատմամշակութային հուշարձանները չլինեն այցելուների ու զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում, մնացածները եւս առավել։ Այցելությունների մասով 24 թվականին ավելի քան 500 զբոսաշրջիկ ունենք Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում այցելված եւ այդ մասով աշխատանքները արվում 500,000 ուրիշ դասի 500 հա կներեք 500,000 ավելի քան 500,000 եւ այդ մասով աշխատանքներն ավելի շատ 2025 թվականին անելու է մշակութի զարգացման հիմնադրամը։ Շատ լավ, կխնդրեմ ներկայացնեք նաև ենթակառուցվածքների բարելավման առումով ինչ աշխատանքներ են նախատեսված։ Ներկայացնեմ, սկսեմ տեղեկատվական կենտրոններից, որոնք նախատեսված է տեղադրել հենց ձեր ասած խնդիրը նաև լուծելու եւ հաճախ շատ այցելվող հուշարձաններից դիվերսիֆիկացնելու համար զբոսաշրջային հոսքերը, ուրեմն այնպիսի հուշարձաններում, որոնք ենթակառուցվածքների պակաս ունեն, նախարարության կողմից մշակված տիպային նախագծով տեղեկատվական կենտրոնի սկսվել են նախորդ տարի շինարարությունը սկսվեց Լոռիբերդում, արգելոցում, որի աշխատանքը արդեն ավարտված է։ Մենք հիմա առաջիկա շաբաթ այց ունենք, որպեսզի ծանոթանանք արդեն աշխատանքի արդյունքներին։ Այս տարի նման տեղեկատվական կենտրոն կտեղադրվի Բժնի պատմամշակութային արգելոցում, Զորաց քարեր արգելոցում եւ շարունակաբար Ագարակում կփորձենք աշխատանքները սկսել Արտաշատ պատմական մայրաքաղաքի տարածքում եւ սա շարունակաբար տարվող քաղաքականություն է լինելու, ակտիվացնելու համար կարևոր հուշարձանների զբոսաշրջային հոսքերը, որոնք այդքան էլ այցելությունների թվով մեզ չեն գոհացնում։ Բացի տեղեկատվական կենտրոններից, բացի տեղեկատվական առումով ճանապարհների հետ կապված մենք համագործակցում ենք ճանապարհային դեպարտամենտի, տարածքային ենթակառուցվածքների նախարարության հետ եւ այն հուշարձանները, որոնք մեր վերականգնման ծրագրերում ընդգրկված են կամ որոնց մոտեցման ճանապարհները լավ վիճակի չեն, բարբերաբար մեր կողմից տեղեկատվությունը փոխանցվում է եւ գործընկերները հնարավորինս փորձում են իրենց ծրագրերի մեջ ներառել եւ մոտեցման ճանապարհների խնդիրը լուծել։ Նաեւ տեղեկատվական կենտրոնների մեջ նախատեսված են որոշակի տարբեր գործառույթներ, դրանք կլինեն հուշանվերների վաճառքի, տոմսավաճառի, այսպես գործառույթ, արգելոցի, ադմինիստրատիվ մասի, կունենա նաև սանհանգույց, այսինքն ամբողջական զբոսաշրջիկային հոսքը ապահովող, այսպես կենտրոն կլինի։ Իսկ տոմսերի գների վերանայումներ չեն սպասվում, չէ՞։ Հասարակության կողմից սովորաբար դժգոհություն կա, ներկայիս գներն էլ արդեն իսկ։ Նման տեղեկատվություն մեզ մոտ չկա, կարծում եմ մոտ 2 տարի առաջ էր վերջին անգամ վերանայվել գները, բայց նաև հաշվի առնելով հուշարձանների կարևորությունն ու արժեքը եւ նաև համեմատելով մոտավորապես կենսամակարդակով մեզ հետ հավասար երկրների հետ կարող ենք ասել, որ մեր մոտ հուշարձանների այցելության տոմսերի գները բարձր չեն։ Եղավ, շատ շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար, հավելելու բան ունեք։ Միջազգային համագործակցության մասով կուզենայի մի քանի խոսք ասել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
նոր հուշարձանների ընդգրկման ուղղությամբ շատ ակտիվ աշխատանքներ են իրականացվում։ Նախորդ տարի 29 տարվա դադարից հետո Տիրինկատարի Արագածոտնի մարզի Տիրինկատարի վիշապաքարերը եւ մշակութային լանդշաֆտը հայտը ընդգրկվեց նախնական ցանկում ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ այս տարի, նախորդ տարի եւ այս տարի արդեն մեր կողմից մեր երկու գործընկեր եւ Ժառանգության կենտրոնի եւ Պահպանության ծառայության կողմից եւ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ համագործակցությամբ Էրեբունի թանգարանը կարող եմ նաեւ նշել 3 հայտեր են պատրաստվել, որոնցից մեկը Գառնի տաճարը, հուշարձանախումբը եւ Քարերի սիմֆոնիա հայտն է, որ արդեն ներկայացվեց է ՅՈՒՆԵՍԿՕ, հաջորդը Երևանի ուրարտական ժառանգությունը, որը իր մեջ կներառի հատկապես կենտրոնական դեր կունենա Էրեբունին, Կարմիր բլուրը եւ ուրարտական դամբարանը հայտը, որը նույնպես ներկայացված է։ Երրորդի մասին քիչ ուշ ավելի հայտարարությամբ նախարարությունը կտեղեկացնի, այսինքն 3 հայտ նույնպես մեր կողմից պատրաստվել է եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին է փոխանցվել։ Պարոն Հարությունյանը նշեց Տաթևի վանքի մասին, կարող եմ ասել, որ նաև վիշապաքարերի հետ կապված նախնական հայտով չենք բավարարվում եւ աշխատանքները ընթանում են, որպեսզի հիմնական ցանկում մի քանի տարի հետո ունենանք արդեն ավելացված հուշարձաններ։ Իլրում են պարոն Վանյանի, նաև նշեմ, որ նախորդ տարվանից մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ներառված հուշարձանների վերաբերյալ տեղեկատվության թարմացումը, նորացումը, որովհետև այս տարիների ընթացքում փոխվել են չափանիշները, փոխվել են պահանջները այս հուշարձանների նկատմամբ եւ կարիք կար վերստին արժևորելու եւ վերստին այդ մասին ընդհանրացակ ներկայացնելու եւ ինտենսիվորեն այս պահին այդ աշխատանքներն են ընթանում, բոլորովին վերջերս կապի մեջ ենք, ինչպես արդեն ասացի, Կոմոսի հետ եւ բոլորին վերջերս պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս աշխատանքները շարունակվելու են եւ երևի շուտով մենք կունենանք նաեւ այդ աշխատանքների արդյունքները, համենայն դեպս նախորդ տարի բավականին ծավալուն աշխատանք է իրականացվել այս տեսանկյունից եւ այս տարի նույնպես աշխատում ենք այս միջազգային հարթակներում, ուրեմն հայկական ժառանգությունը հավուր պատշաճի ներկայացնելու ուղղությամբ։ Շատ լավ։ Եթե շարունակելով նաև միջազգային համագործակցությունը, հավելեմ նաև, որ 2024 թվականին ունեցել ենք մենք քառակողմ պայմանագիր նոր արշավախումբ ձևավորելու եւ Արգիշտի խինելի հնավայրում պեղումներ իրականացնելու, ներգրաված են եղել մեր պահպանության ծառայություն ՊԱԿ-ը, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը, Սարդարապատ հուշահամալիր եւ Լեհաստանի հնագիտության եւ միջերկրածովյան ինստիտուտը եւ 25 թվականին ունենք եւս մի նոր ձևավորված արշավախումբ, իրականացնելու ենք պեղումներ Զվարթնոց պատմամշակութային արխիվոստանգարանի տարածքում, ներգրաված ենք մեր պահպանության ծառայությունը, Համբուրգի հնագիտության ինստիտուտը եւ կրկին Լեհաստանի միջերկրածովյան հնագիտության ինստիտուտը։ Եղավ, շնորհակալ եմ շատ հանգամանալից ներկայացնելու համար, ձեր գործերին հաջողություն, ավարտենք։